Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, ազգային ժողովի հարգելի նախագահ, հարգելի պատգամավորներ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում արդեն հնարավորություն եմ ունեցել ներկայացնելու տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության 2024 թվականի բյուջեի կատարողականը ըստ ոլորտների։ Հիմա կուզեմ օգտագործել առիթը խոսելու ենթակառուցվածքների զարգացման ուղղված մեր ծրագրերի, տարածքային կառավարման որակի բարձրացման ուղղված միջոցառումների, տեղական ինքնակառավարման մարմինների զարգացման ուղղված մեր քայլերի, համայնքների համաչափ զարգացման ուղղված առաջիկա անելիքների իրականացված աշխատանքի մասին։ Եվ այսպես, որպես հիմնական ֆինանսական ցուցանիշ նշեմ, որ 2024 թվականին պետական բյուջեից ֆինանսավորվող 21 ծրագրերում ընդգրկված 138 միջոցառումների իրականացման համար ծախսվել է 307 միլիարդ դրամ, որից ծախսային ծրագրով 289 միլիարդ դրամ։ Ընդ որում, փաստացի ծախսը կազմել է 290 միլիարդ դրամ, կատարողականը կազմել է 94.9%։ Միաժամանակ նշեմ, որ նախարարությունը հաշվետու տարում ծախսային ծրագրով ավել է ծախսել 4.6 միլիարդ դրամ կամ 1.7%-ային կետ ավել։ Հարկ է նշել, որ հաշվետու տարվա փաստացի ծախսված գումարներից 118 միլիարդ դրամը կամ 43%-ը կապիտալ բնույթի ծախսերն են։ Էներգետիկայի ոլորտին 2024 թվականին հատկացվել է 19 միլիարդ դրամ, փաստացի ծախսը կազմել է 18.3 միլիարդ դրամ, կատարողականը 96.2%։ Իրան-Հայաստան 400 կՎտ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթականի կառուցման աշխատանքներին, Զովունի Արարատ 2 Շինուհայր 220 կՎտ լարման բարձրավոլտ ենթականների ամբողջական վերակառուցման աշխատանքներին, Հայկի երկրորդ էներգաբլոկի արդիականացման շահագործման ժամկետի մինչև 2026 թվականի երկարաձգման միջոցառումներին զուգահեռ 4 միլիարդ դրամ ծախսվել է էներգախնայողության ծրագրի իրականացմանը, որից որպես վարկի տոկոսների սուբսիդավորում օգտվել է 23254 քաղաքացի։ Պիտի ասեմ, որ ծրագրի հիմնական մասը 3.3 միլիարդ դրամը ուղղվել է բնակարանների եւ անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների իրականացմանը, նախորդ տարվա համեմատ ծրագրի ծախսային թվերն աճել են 4.1 անգամ կամ 3 միլիարդ դրամով, ծրագրի կատարողականը կազմել է 99.3%։